Սարսափելի մանրամասներ 3-ամյա Տիգրանի դաժան դեպքից։ Հայերը պետք է կրի իր պատիժը ամբողջ խստությամբ եւ ցմահ դաջվի բանտում եւ երբեք արև չտեսնի։ Օրագիր Նյուզի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ պետության վերահսկողական գործառույթը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս արդյունավետ չի գործում։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության ուղիղ պարտավորությունն է սկսած ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայից մինչև ներպետական օրենսդրություն, սակայն պետությունը հաճախ միայն արձանագրում է, որ երեխան ընտանիքում է մեծանում, բայց չի գնահատում արդյոք այդ ընտանիքը ապահով միջավայր է երեխայի զարգացման համար, ասաց Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ սոցիալական աջակցությունը հիմնականում դիտարկվում է ֆինանսական տեսանկյունից, մինչդեռ այն պետք է ներառի նաև ոչ նյութական բաղադրիչներ, հոգեբանական աջակցություն, դրական ծնողավարության խրախուսում եւ երեխայի անվտանգ միջավայրի ապահովում։ Պետության վերահսկողական մեխանիզմները երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են մի շարք կառույցների միջոցով, հիմնականում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, միասնական սոցիալական ծառայության, կրթական հաստատությունների, ոստիկանության եւ խնամակալության մարմինների։ Այս կառույցները համագործակցելով ապահովում են երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ արձագանքում բռնության կամ անտեսման հնարավոր դեպքերին։ Օրագիր Նյուզը կապ հաստատեց նաեւ Ծափաթաղի համայնքապետի հետ, նա սկզբում տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է համայնքապետը մանրամասն տեղյակ լինի աշխատակիցների աշխատանքից, այնուհետև նշեց, որ ընտանիքը գտնվել է մշտադիտարկման ներքո։ Մշտադիտարկում եղել է, ընտանիքը եղել է մեր ուշադրության կենտրոնում, սակայն մենք չենք ունեցել ահազանգեր կամ նշաններ, որոնք կհուշեին նման վտանգի մասին, ասաց համայնքապետը։ Օրագիր Նյուզը կապ հաստատեց նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի հետ, հասկանալու թե որտեղ է թերացել պետությունը եւ որ մարմինը պետք է առավել հետեւողական լիներ ու փորձեր կանխել նման դեպքը։ Այո, տվյալ ընտանիքը գտնվում էր միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում, այն նախկինում էլ հաշվառված էր որպես անապահով ընտանիք եւ ստացել է պետական տարբեր աջակցություններ, այդ թվում երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ աջակցություն 50,000 դրամ, ինչպես նաեւ անապահովության գնահատման հիման վրա տրամադրվող սոցիալական նպաստներ, նշեց Կոստանյանը։ Նրա խոսքով ծառայությունը պարբերաբար տնայցեր է իրականացրել ինչպես մինչև երեխայի անհետնագնալուց, այնպես էլ դեպքից հետո։ Ներկայումս մեր աշխատակիցները համայնքի եւ այլ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ աշխատում են ապահովելու ընտանիքում մնացած երեխաների լավագույն շահերի պաշտպանությունը, ասաց Կոստանյանը։ Կոստանյանը նշեց նաեւ, որ խնամատարության եւ ծնողական իրավունքների հարցերը գտնվում են նաեւ համայնքների իրավասության ներքո, սակայն դա չի նշանակում, թե նախարարությունը հարցը թողնում է միայն համայնքին։ Մենք մշտական կապի եւ համատեղ աշխատանքի մեջ ենք տեղական կառույցների հետ։ Պետք է արձանագրել, որ պետական համակարգը ֆիզիկապես չի կարող յուրաքանչյուր ընտանիքի կողքին մշտապես ներկայություն ապահովել։ Այս գործում մեծ է համայնքի եւ յուրաքանչյուր քաղաքացու դերակատարությունը։ Եթե նկատվում է, որ երեխայի շահը վտանգված է, ապա անհրաժեշտ է անհապաղահազանգել իրավապահ կամ սոցիալական մարմիններին։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովին ձլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին Fast-Info-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Հրավիրել են երեխայի կենտրոն կառույցների, ոստիկանություն, դպրոց, բուժամբուլատորիա, հասարակական կազմակերպություններ, հիմնական խնդիրը լինելու է երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը, նշեց Գալոյանը։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ փոքրիկը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փշկարաններ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։ Ի վերջո նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում փրկարանները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ Հետագայում պարզվել է, որ նա սպանության զոհ է։ Խեղդամահանով սպանել է հայրը, իսկ այդ ընտանիքում ապրում է եւս 4 երեխա։ Նշենք, որ փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը։ 3-ամյա Տիգրանի սպանության գործով ձերբակալված հայրը կկալանավորվի։ Հայկական ժամանակի հետ զրույցում խնչական կոմիտեից հայտնել են, որ անձին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ մանրամասներ է հայտնել դեպքից, հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է։ Նախարարի փոխանցմամբ նրան հայրն է սպանել խեղդամահանելու միջոցով։ Նախարարի խոսքով ըստ նախնական տեղեկությունների երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը
ու հայրը խեղդամահանով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրեդինը մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին փրկարաները, պարեկները եւ ոստիկանները երեխայի դինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա Դաշմիջան հատվածում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18-ի սահմաններում ՆԳՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը 16:30-ի սահմաններում կորել է։ 3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Սպանությունը։ Գորիսում տարածված լուրերի համաձայն Երևանից ոստիկանությունը փնտրում է քաղաքացի Վ-ին, ով մեղադրվում է 14-ամյա դստեր բռնաբարության մեջ։ Այդ մասին աղջկամայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ եւ պարզվել է, որ աղջիկը հղի է։ Ականատեսների պատմելով աղջիկը հաճախ տանը բռնության է ենթարկվել եւ փողոցում հաճախ հայտնվել կապտուկներով։ 2 անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը։ Արդեն 7 ամիս է ինչ աղջիկը դպրոց չի հաճախում։ Այդ ընթացքում ծնողները նրան մի քանի օր պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում։ Մինչև անցյալ ամառ աղջիկա վարքագծում նրան ճանաչողներն արտասովոր ոչինչ չեն նկատել։ Այսօր նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում եւ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշետ Հադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳԱՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի եւ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունն հավաստի է եւ նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը դանակի մի քանի հարվածի հետքերով։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳԱՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից լամանել է քննչական խումբը բաժնի պետ Աշոտ Բադալյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մովսիսյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Մանուկյանի եւ Վաչագան Աղասյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ եւ պարզվում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունները։ Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մինչեւ գազ 310 ավտոմեքենային բախվել է Մերսեդեսը, բախվել է նաև դեպի Վանաձոր ընթացող Volvo մակնանշի բեռնատարին։ Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամշյանի։ Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այսօր նոյեմբերի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Տաշիր ավտոջանոպարի M378 կիլոմետր հատվածում բախվել են Mercedes մակնանշի, Gaz 310 մակնանշի ավտոմեքենաներն ու Volvo մակնանշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել, 4 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի օգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ջոկատի հրամանատար Արտուր Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դզակի պարեկները։ Գնդի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի եւ վաշտի
հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը, դանակի մի քանի հարվածի հետքերով։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳԱՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Աշոտ Բադալյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մովսիսյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Մանուկյանի եւ Վաչագան Աղասյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ եւ պարզվում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունները։ Քննչական հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության ապանանի բաժնի պահպանված հատուկ տարածքում։ Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մինչև գազ 310 ավտոմեքենային բախվել է, Մերսեդեսը բախվել է նաեւ դեպի Վանաձոր ընթացող Volvo մակնանշի բեռնատարին։ Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամսյանի։